Բարև ձեզ բարեկամներ, կիրակնորյա Փակ TV-ն է եթերում եւ իհարկե ավանդույթը չխախտելով այսօր ձեզ ներկայացնելու ենք եւս մի հրաշալի հայ երգչուհու, հանրապետության ժողովրդական արտիստ Օֆելիա Համբարձումյանի, իսկապես հայկական երգի թակուն։ Տիկին Օֆելիան բացառիկ երևույթ էր մեր երգարվեստում։ Ես բախտ եմ ունեցել եւ պատիվ նրան մոտիկից ճանաչելու։ Նա բազմից է հյուրընկալվել իմ հեղինակային օրը լինել թե չլինել ծրագրերում եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ երբ ես հյուրընկալում եի տիկին Օֆելիային, նա մեզ ներկայանում էր յուրովի, նորովի եւ իհարկե զրուցելը նրա հետ մեծ հաճույք էր։ Տիկին Օֆելիան իսկապես շատ մեծ ավանդ ունի մեր երգարվեստում։ Եվ իհարկե ես այն բախտավոր մարդկանցից մեկն եմ լրագրողներից, ով կարողացավ նրա կենդանության օրոք մի քանի հետաքրքիր հարցազրույցներ տեսագրել նրա հետ։ Այսօր ձեզ ինչը կարծում եմ ձեզանից շատերը հաճույքով կդիտեն, այնպես որ դիտեք եւ վայելեք Օֆելիա Համբարձումյանին իր երգարվեստով։ Դիտեք։ Կարծում եմ, որ հեռուստադիտողներն արդեն գիտեն, որ այսօր մեր հյուրն է լինելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Օֆելիա Համբարձումյանը։ Եվ հարկ եմ համարում նշել, որ վաղ առավոտից ստացված հեռուստադիտողների զանգերի հիմնական մասը ուղղված էր տիկին Համբարձումյանին եւ դրանք հիմնականում բարեմաղթանքներն էին, ջերմ ու անկեղծ խոսքեր։ Այո, Լիլիթ, մեծ թվով հեռախոսազանգեր ենք ստացել, որտեղ հեռուստադիտողները իրենց ինքնատիպ սիրո խոստովանությունն են արել մեր շատ սիրելի երգչուհուն։ Իհարկե հաճելի է, որ այսքան շատ սիրում են Օֆելիա Համբարձումյանին եւ այժմ առաջարկում եմ դիտել մեր պատրաստած տեսանյութը, ինչը անմիջապես կապված է մեր այսօրվա հյուրի հետ։ Խնդրեմ ժապավենը։ Այսօր օրը ծրագրի հյուրն է Օֆելիա Համբարձումյանը, ինչ կարող եք ասել նրա մասին։ Բոլորս սիրում ենք Օֆելիա Համբարձումյանին, շնորհավորում ենք կանանց մայրության օրվա առթիվ եւ ցանկանում ենք, որպեսզի հաճախ հերոստատեսությամբ ելույթ ունենա։ Լավ կին, լավ մայր, լավ քաղաքացի, բարես իսկական իմաստով, լավ ընկերուհի, ընկեր։ Իմ ամենասիրելի, ամենաթանկագին, ամենաանգին ազնիվ կինը եւ երգչուհին, իհարկե հանդերձ իրենց ընտանիքով, որոնք շատ տաղանդավոր մարդիկ են։ Ամենալավ երգչուհին է, ժողովրդական երգերի եւ հայկական երգերի բոլոր։ Իսկական հայ երգչուհի, որ սիրված հայ ժողովրդի կողմից։ Շատ եմ հարգում իրան, շատ լավ երգչուհի է, հայկական, շատ լավ երգեր է երգում, անպայման կբարևեք։ Բարեկամներ, իհարկե Օֆելիա Համբարձումյանին ներկայացնելու հարկ չկա, ես ուզում եմ ձեր անունից շնորհավորել մեր շատ սիրելի երգչուհուն, Գարնան մայրության այս գեղեցիկ տոնի արդիվ տիկին Օֆելիա, անչափ գոհ ենք, որ մեր ծրագրի հյուրն եք,
Եվ ուզում եմ մեր միլիոնավոր հեռուստադիտողների անունից ձեզ մաղթել առողջություն, ամենայն բարին եւ ինչպես ասում են ձեր ձայնը թող միշտ անսպառ լինի։ Իսկ այս փունջը ընդունեք մեր ծրագրի ստեղծագործական կոլեկտիվի անունից։ Շատ շնորհակալ եմ, սիրելի Համլետ։ Տիկին Օֆելիա, գիտեք, իրոք առավոտից այնքան շատ են եղել զանգերը, այնքան շատ մարդիկ են մեզ դիմել եւ դրանք նորից եմ կրկնում, հիմնականում սիրո խոստովանություն է ինքնատիպ, ձեր երկրպագուները իրոք պաշտում են ձեզ։ Տիկին Օֆելիա, ես կարծում եմ, որ օրը ձեզ համար երևի սկսվել է շնորհավորանքներով։ Ես պատկերացնում եմ, եթե մեր խմբագրությունն են զանգահարել այդքան մեծ թվով մարդիկ, որքան զանգեր են եղել նաեւ ձեզ տանը։ Եվ իհարկե երևի նույնիսկ դժվար է այս տոնական օրերին բոլորին պատասխանել։ Եվ դժվար է, եւ հաճելի, որովհետեւ գեղեցկության, մայրության օրը այն օրն է, որ կանանց շոյում է։ Այո։ Եվ լավ կլիներ, որ հաճախակի լիներ այսպիսի տոներ։ Կանայք շատ փոքր բանով շոյվում են ու շատ փոքր բանով էլ նեղանում են։ Այո։ Լավ կլինի, որ հաճախակի ուշադրության առիթ ունենան իրենք։ Գիտեք, մեզանից շատերի համար Օֆելիա Համբարձումյանը իրոք առաջի սիրո երգ է։ Իսկ հետաքրքիր ով է ձեր կուրքը մեր ազգային երաժշտությունում, երգարվեստում։ Հենց ազգային արվեստը։ Այսինքն ինքը ամբողջությամբ լավ արվեստը, լավ ժողովրդական գուսանական երգերը, ամեն երաժշտության լավը։ Այսինքն այն ամենը ինչ որ լավ է։ Գիտեք, ինձ նորից հուշում են, որ զանգ կա, փորձենք պատասխանել։ Այսօր զանգերը շատ են լինելու, խնդրեմ լսեք։ Ալո։ Ալո։ Այո։ Բարի երեկո, պարոն Ղուշյան։ Բարև ձեզ։ Սա Ժենյա Ավետիսյանն է, Օ, շատ հաճելի է տիկին Ժենյա։ Բարի երեկո, Ժենյա ջան, բարի երեկո։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ այսօր ձեր եթերում հյուրընկալել եք մեր շատ սիրելի երգչուհի Օֆելիա Համբարձումյանին։ Սիրելի Օֆելիա, կա մեր շատ սիրելի Օֆիկ, որ երբեմն քեզ դիմում ենք մտերմիկ։ Մերսի, Ժենյա ջան, ինձ համար մեծ պատիվ է։ Մեծ դերասանուհին շնորհավորում էին, շատ շնորհակալ եմ, ապրես։ Հայ երգարվեստի տաղանդավոր ներկայացուցիչ, հայ երգերի անզուգական կատարող, տասնյակ տարիներ հայ երգը անաղարտ պահող, պահպանող եւ եկող սերունդներին փոխանցող իմ լավ բարեկամ։ Շնորհակալություն։ Եվ գեղեցկության տոնի արդիվ ցանկանում եմ քեզ արևշատություն, Օֆիկ ջան, քաջ առողջություն, երկար տարիների անսպառ ձայն, եւ թող քո ձայնը միշտ երջանիկ պահեր պարգևի մեր ժողովրդին։ Նույն մաղթանքները ես քեզ եմ հղում, Ժենյա ջան, շատ ապրես, շատ շնորհակալ եմ։ Տարիներ շարունակ մենք միասին ելույթներ ենք ունեցել տարբեր բեմահարտակներում, այդպես է, չէ։ Այո։ Եվ ես բախտ եմ ունեցել վայելելու քո երգը ոչ միայն կուլիսներից, այլև տարբեր դահլիճներից։ Ես տեսել եմ, թե ինչպես է ժողովուրդը քեզ սիրում եւ գնահատում քո անզուգական կատարումները։ Եվ ինչպես է ժողովուրդը ծաղիկներ շախ տալիս քո ոտքերի առջև, սիրելի Օֆելիա։ Ես անչափ ուրախ եմ, որ դու կաս, մեր կողքին ես եւ երկար տարիներ դեռ քո գեղեցիկ ձայնով պետք է հիացնես մեզ եւ մեր սիրելի ժողովրդին։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Օֆելիա, թող միշտ ծաղիկներ ու ժպիտներն ուղեկցեն քեզ բեմահարտակին։ Մերսի։ Համբուրում եմ ջերմ։ Տիկին Ժենյա, շնորհակալություն, Տիկին Ժենյա։ Ցանկանում եմ ձեզ։ Մենք էլ ձեզ շնորհավորում ենք, լսում եք, Տիկին Ժենյա։ Այո։ Մենք ձեզ նույնպես մեր ստեղծագործական խմբի անունից շնորհավորում ենք։ Տիկին Օֆելիա, դե ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։ Տեսնում եք, մեր մեծերը, բեմի մեծերն էլ ձեզ շատ են սիրում։ Շատ են գոհում, կարմրում եմ։ Դե շատ դժվար է, գիտեք, այդքան շատ սիրելի լինելը։ Պատկերացրեք, որ այո։ Փառքը գիտեք, երբեք կան մարդիկ, որոնք կարողանում են փառքին դիմանալ։ Դուք այդ եզակի մարդկանցից եք, որ միշտ դիմացել եք եւ միշտ մնացել նույն Օֆելիա Համբարձումյանը, նույն հմայիչ կինը։ Մերսի Համլետ։ Ես ուրախ եմ իհարկե, որ հեռուստադիտողը այսքան շատ սիրում է ձեզ։ Լիլիթ, հարց ունես։ Տիկին Օֆելիա, բնականաբար ես նույնպես ցանկանում եմ ձեզ շնորհավորել մայրության եւ գեղեցկության տոնի արդիվ։ Շատ շնորհակալություն։ Եվ մի այսպիսի հարց, դուք արդյոք հանդիպումներ ունենում եք երիտասարդության հետ եւ եթե այո, ապա ինչ հարցերի շուրջ եք նրանց հետ զրուցում։ Հանդիպումներ քիչ են, որովհետեւ համերգներն են քիչ։ Արդեն 2-3 տարի է, որ շատ սակավ են համերգները, իհարկե, ինչպես իրենք են կարոտում, երիտասարդներն էլ, տարեցներն էլ, այնպես էլ մենք ենք իրենց կարոտում։ Դրա պատճառը սոսկ նա է, որ բեմերում քիչ ենք հանդիպում։
հանդիպումը լինում է շատ անգամ, երբ փողոց եմ դուրս գալիս, ուղղակի հնարավորություն չեն տալիս, անverջ հարցնում են, ինչու չեք երգում, ասում եմ ինչպես թե չեմ երգում եմ, բայց մի քիչ ավելի սակավ է, ժամանակի պահանջների եւ այլ տարբեր պատճառներով։ Ուղղակի իմ հանդիպումը այդ կարգով հիմա ավելի շատ է, քան թե բեմական հանդիպումները։ Ես կարծում եմ, որ շուտով այդ հարցը կլուծվի եւ մեզ սիրող մարդիկ մեզ ավելի հաճախակի կուկնդրեն։ Այսօր զանգերի ճնշող մեծամասնությունը հենց այդ էր ասում։ Ինչու է Օֆելիա Համբարձումյանը եւ մեր մյուս վաստակաշատ երգիչները ինչու են քիչ երևում հեռուստաեթերին։ Սա երևի ցավալի է իհարկե։ Երբ ռադիոն եւ հեռուստատեսությունը անջատվեցին, ամենից շատ դժվար արվեստը, որովհետեւ կար ժամանակ, որ ազգային հեռուստատեսությունը գոնե ամիսը 2 անգամ մեզ ցուցադրում էր եւ ժողովուրդը տեսնում էր իր սիրած երգիչ երգչուհիներին։ Դա իհարկե խանգարեց գործին։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Հա, ասեմ, որ այսօր ցերեկը մենք զրուցեցինք նաև մեր ազգի մեծագույն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ եւ Տիկին Սիլվան անչափ ուրախ էր, որ դուք մեր ծրագրի հյուրն եք, ասաց, որ ինքն էլ կփորձի մեզ հետ կապվել, ձեզ շնորհավորել, ես չգիտեմ, եթե չի զանգահարել Տիկին Սիլվան, մենք երկրպագու է ժողովրդական երգերի ուսանական մեր համերգներում միշտ լինում է։ Մեր բոլոր հեռուստադիտողներին առաջարկում եմ մի տեսագրություն, ինչը ինչ որտեղ կարող է լրացնել այն բացը, որի մասին այսքան երկար մենք խոսում ենք։ Հատվածներ Օֆելիա Համբարձումյանի երգերից, խնդրեմ։ Գիտեք, հեռուստադիտողները երևի մեկ անգամ եւս առիթ ունեցան ձեզ լսելու, բայց հիմա ասում են, որ դարձյալ հեռախոսազանգ կա, փորձենք պատասխանել։ Ալո։ Ալո։ Այո։ Ալո, Համլետ։ Այո։ Համլետ, Ռայսան եմ Մկրտչյան։ Օ, Ռայա ջան, շատ հաճելի է։ Գիտեք, ես նոր միայն վերադարձալ Լեննականից, որտեղ մենք համերգ ունեինք։ Այո։ Եվ պատահական նայելով այս հաղորդումը չէի կարող անտարբեր լինել։ Հասկանալի է։ Եվ մենք դերում լինել։ Ես ուզում եմ որպես հարգանքի տուրք իմ սերը
իմ շնորհավորանքները հաղորդել ձեզ մեր ազգի ամենաարժանավոր կանանցից մեկին, մեր շատ սիրելի Օֆելիային Համբարձումյան։ Արվեստագետ, որը արդեն կենթանի լեգենդ է մեզ բոլորիս համար, եւ որը իր արվեստով ապրեցրել է համայն աշխարհի հայությանը, ջերմացրել է նրանց հոգիները իր աննման կատարումներով։ Օֆիկ ջան, շնորհավորում եմ սիրելիս։ Շատ շնորհակալ եմ։ Ամուր։ Շատ շնորհակալ եմ, Ռայա ջան։ Ոչ միայն մեր ազգի ազգային երգի պարծանքն եք, դուք մեր ազգային երգարվեստի սիմվոլն եք, այլև հրաշալի մի հայկին եք, որը մեծացրել է եւ դաստիարակել է երկու այնպիսի զավակների, որոնցով կարելի է հպարտանալ ամեն մի մայր, եւ որոնց ես շատ լավ ճանաչում եմ, որոնց հետ համագործակցություն եմ մինչեւ օրերս եւ պարադոքս է, որ եւ ձեզ հետ եմ աշխատել եւ ձեր դուստեր հետ եւ ձեր տղայի հետ մինչեւ օրս աշխատում եմ։ Ես նաև ցանկանում եմ, որ դուք միշտ մնաք այնպիսին, ինչպիսին կաք։ Իսկ դուք հիմա էլ նույնն եք, ինչ որ տարիներ առաջ, երբ որ ես առաջին անգամ մուտք գործեցի երգարվեստ, եւ ձեր արտաքինով, եւ ձեր կատարողականով։ Շատ շնորհակալ եմ։ Ուրեմն ես շատ շնորհավորում եմ եւ սիրում եմ ձեզ, եւ սիրում եմ ձեզ ամբողջ մեր ընտանիքը, մեր ամբողջ ժողովուրդը։ Նորից ընդունեք իմ շնորհավորանքները։ Ռայա ջան, շատ շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհավորում եմ քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Այսօրվա տոնի առիթով։ Այս ստեղծագործական ցանկանում եմ ձեզ երկար տարիների կյանք, քաջառողջություն եւ ամենալավ, ամենաբարին, ամենագեղեցիկը ձեր կյանքում։ Մերսի, ապրես, մերսի։ Ամեն ինչը ձեր այս երկարվեստի բնագավառում այս փառատոն է ձեր կյանքի առաջին օրից մինչև շարունակվի այս երթը։ Շնորհակալություն, սիրելի Ռայա։ Շնորհակալություն։ Մենք էլ մեր ստեղծագործական խմբի անունից ենք ձեզ շնորհավորում։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր մեր հանձինս Օֆելիա Համբարձումյանի մեր ամբողջ հանրապետության կանանց այս գեղեցիկ։ Սիրելի Ռայա, ես կարծում եմ, որ առաջիկա հանդիպումներից մեկն էլ հնարավոր է ձեզ հետ կազմակերպել։ Հնարավոր է, ամեն ինչ։ Ես շնորհակալություն եմ այդում եւ ձեզ մեկ անգամ եւս շնորհավորում։ Շնորհակալություն, ստեսություն։ Լիլիթ, ինչ հարց ունես Տիկին Օֆելիան։ Ես ցանկանում եմ, որ Տիկին Օֆելիան մի փոքր պատմի իր դստեր Տաթևիկ Հովհաննիսյանի մասին։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք գնահատեք, որ գծերն են նրա մեջ, որ նրան տանում են դեպի հաջողություն, դեպի բարձրունք։ Իհարկե, ոչ թե որպես ծնող գնահատել, այլ որպես մասնագետ, արվեստագետ։ Ինչ կարող եմ ասել։ Նրա տաղանդը նրա կատարման մեջ է։ Այո, եւ աշխատասիրությունը։ Փոքր աշխատասիրությունը, փոքր հասակից։ Այո, ասեք։ Փոքր հասակից նա կարողացավ դրսևորել իրեն, ճանաչեցին նրան, երբ սկսեց երգել, նրա սերը իհարկե դեպի ջազային արվեստներ, բայց երբ հեռացավ, կարոտը ստիպեց նաև անդրադառնալ հայկական երաժշտությանը եւ շատ լավ էր դա։ Ես պիտի ասեմ, որ ես ինքս էլ ուղղակի զարմացած եմ, որ նա կարողացավ ջազային ռիթմերով, ջազի ռիթմերով կարողացավ այդքան հարազատորեն հարազատ մնալ հայկական ժողովրդական երգի ոճին, երբ եկավ Հայաստան, ելույթ ունեցավ, ես շատ գոհ էի, գոհ էր նաև ունկնդրովը։ Ինչ ասեմ, նրա պատասխանը նրա երգի կատարումն է, նրա տաղանդն է, որի համար ես հպարտ եմ, միայն ինչպես ծնող է։ Ասեմ, որ ես առիթ եմ ունեցել Միացյալ Նահանգներում աշխատել որպես հայկական հեռուստատեսության թղթակից եւ տեսա թե Միացյալ Նահանգներում էլ որքան շատ են սիրում Տաթևիկին, երբեք չեմ մոռանա նրա փայլուն մենահամերգները Լոս Անջելեսում, Տաթևիկը գիտեք Նյու Յորքում է բնակվում, բայց երբ Լոս Անջելեսում 1997 թվականին ասվեց, որ համերգներով, մենահամերգներով գալիս է Տաթևիկ Հովհաննիսյանը, չեք պատկերացնում, թե ինչ մեծ խանդավառություն էր այդ ամենը առաջացրել հայկական գաղութում եւ պետք է ասել, որ համերգի տոմսերը 1 ամիս առաջ արդեն վաճառվել էին։ Գիտեք, մի բան, որը Միացյալ Նահանգների նման երկրում շատ հաճախ չի, որ պատահում է։ Այնպես որ Տաթևիկին իրոք սիրում եւ պաշտում են նաեւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն ու հենց տեղացիները, ասեմ ամերիկացիները պարզապես հիացած են նրա կատարողական վարքով։ Միայն իմ ցանկությունը նա է, որպեսզի նա հաճախակի Հայաստան գա եւ հայը ավելի շատ ուտնդրի, քան որևիցե մի ազգի ներկայացրի, որպեսզի մենք նույնպես մեր կարոտը առնենք։ Գիտեք, ինձ ասում են, որ եթերում դարձյալ հեռախոսազանգ կա, փորձենք պատասխանել։ Ալո, երևի վերջինը։ Ալո։ Ալո։ Այո։ Ալո, լսում եք։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղուշյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Օֆիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Եթե կարելի է ներկայացեք։ Եթե կարելի է ներկայացեք։ Լսում եք։
եք ինձ։ Այո, ձեր անուն ազգանունը։ Խուդոյան Լիդա։ Այո։ Շնորհավորում եմ նաև սիրելի Լիլիթին։ Շնորհակալություն։ Օֆիկ ջան, ցանկանում եմ քեզ մեծ առողջություն, երկար կյանք, նոր ստեղծագործական հաջողություններ եւ ձեր ընտանիքի նաև մյուս կնոջը Տաթևիկին։ Լսում եք։ Մերսի Լիդա, լսում ենք, այո, շատ շնորհակալություն։ Նորից, ինչպես առաջ ջերմ երևում եք հեռուստացույցով, նորից երևաք։ Մենք կարոտում ենք, ուղղակի Շնորհակալություն։ Մերսի, կաշխատենք։ Ստեսյուն, Տիկին Օֆելիա, ժամանակը իհարկե անցնում է շատ աննկատ, մենք արդեն 35 րոպե եթերում ենք, մեզ հատկացված ժամանակը ինձ արդեն ռեժիսորը հուշում է, ես գիտեմ թե որքան դաժան են այս բառերը, ես սպասում եմ հատկապես այն հեռուստադիտողների համար, որոնք սպասում են այդ օրվա հյուրին, իսկ այսօր ձեզ այնքան շատ են սպասողները, հավատացեք, նորից ուզում եմ կրկնել, որ վաղ առավոտից զանգերը այնքան շատ են եղել, որ մտածում ենք նույնիսկ վատ չէր լինի, որ մենք ամբողջ ժամանակը ձեզ տրամադրենք, վերջին զանգը խնդրեմ փորձենք պատասխանել։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Սիրելի իմ քույրիկ։ Ռուբեն Մաթեոսյան։ Ես համ հուզված եմ, համ երջանիկ։ Ռուբեն, բարձր խոսի։ Հենց նոր Համլետ Ղուշյանը ասեց, թե հարց տանք տղամարդկանց, թե քանի անգամ տոնենք։ Քո յուրաքանչյուր ելույթը ինձ համար մեծ տոն է, որովհետև երբ հայտարարում են երգում է Օֆելիա Համբարձումյանը, նշանակում է երգում է հայկինը, երգում է իսկապես պրոֆեսիոնալ երգչուհին, երգում է այն երգչուհին, որը մեծ ավանդ ունի հայ երգարվեստում, երգում է այն երգչուհին, որը դպրոց է ստեղծել, երգում է այն երգչուհին վերջապես, որ իմ քույրն է։ Ես շատ երջանիկ եմ, շնորհավորում եմ քո տոնը եւ Տաթևիկի տոնը։ Ինչ ասեմ։ Ես նույնպես շնորհավորում եմ։ Առողջ լինես, սիրելիս։ Ես շնորհավորում եմ Զվարթին։ Ոչ միայն հայ հանդիսատեսին, հայ երաժշտասերին, այլ նաև ինձ, որովհետև ինչ որ միտեղ ես երգել եմ նաև սիրելով Օֆելիա Համբարձումյանին, ոչ թե ինչ որ միտեղ, որովհետև ես տղամարդ երգիչ եմ եղել, սիրել եմ տղամարդ երգիչներին, բայց ինձ համար կուրք են եղել։ Դու իմ հին ծանոթները, հին երգչուհիները, որոնք այսօր չկան, բայց դու շարավիղ ես կազմում այն արվեստին, որը գալիս է դարերի խորքից եւ պետք է գնա դարերի խորքը։ Ես ուզում եմ, որ դու այդպես միշտ էկրանում երիտասարդ երևաս, սիրելիս, դույով եմ դիմում, որովհետև ես այդ իրավունքը ինձ վերապահում եմ, քո եղբայրը լինելու, քո կրտսեր եղբայրը լինելու, անկախ նրանից, որ մեր աշխատանքային հարաբերությունները հրաշալի աստիճանին են դրված, բայց դու ինձ համար դարձյալ մնում ես իմ ամենասիրելի Օֆելիա Կարպովնան, կամ պարզապես իմ Օֆիկը։ Եվ իմ ամբողջ ընտանիքը այսօր նստած լսում է, հրճվում եւ հպարտանում, որ մենք ունենք մի հրաշալի երգչուհի, որի անունն է Օֆելիա Համբարձումյան։ Շատ ապրես Ազիզ ջան։ Շնորհակալություն Ռուբեն, շնորհակալություն։ Ռուբեն, ես կարծում եմ, որ քո խոսքերով ամեն ինչ ասվեց եւ Տիկին Օֆելիա։ Ես շատ բան կուզեի ասեի, որ կցանկանամ, որ Օֆելիա Համբարձումյանը այսուհետ ոչ թե ասեր թե ինչու համար ենք մենք քիչ երգում, թող մտածեն նրանք, ով քիչ են հեռարձակում քո ելույթը։ Դու իրավունք ես Ռուբեն, շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ բաց չէր լինի, եթե մենք ավանդույթ սարքեինք եւ ամեն չորեքշաբթի հրավիրենք Տիկին Օֆելիային։ Բարի գիշեր Ռուբեն, շնորհակալություն։ Շնորհակալություն Ռուբեն ջան։ Տիկին Օֆելիա, ես ուզում եմ հեռուստադիտողների անունից նորից շնորհակալություն հայտնել։ Իրոք շատ հաճելի երեկո էր, կարծում եմ, որ Լիլիթն էլ դա կհաստատի։ Պարզապես ժամանակը վաղուց սպառվել է եւ թույլ տվեք համբուրել ձեր ձեռքը, մաղթել ձեզ ամենայն բարին, մեր հեռուստադիտողներին ասել, որ իհարկե մենք կաշխատենք, որ Օֆելիա Համբարձումյանը եւ նրա նման մեծ արվեստագետները ավելի հաճախակի մեր ծրագրին հյուրընկալվեն։ Շնորհակալություն բարեկամներ։ Իհարկե, Տիկին Օֆելիա, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Շնորհակալությունը ես եմ հայտնում այսօր ձեզ, որ այսպիսի հնարավորություն տվեցիք, որ այսքան հրաշալի կանանց, անվանի կանանց մեջ ես ունեցա հնարավորություն էկրանից շնորհավորելու մեր սիրելի կանանց, քույրերին, մայրերին, ցանկանալով նրանց երջանկություն, բարի եղեք,
համբերատար եւ ձեր տոնը շնորհավոր լինի։ Շնորհակալություն բարեկամներ, այսօր այսքանը։